COP17-ի նախապատրաստությունները եռոն շրջանում են։ Մերիդիան էքսպո կենտրոնում կտեղակայվի կապույտ գոտին, ինչպես ասում են բլուզոնը, համաժողովի պաշտոնական տարածքը։ Այստեղ կանցկացվեն միջկառավարական բանակցությունները, բարձր մակարդակի նիստերը, պաշտոնական միջոցառումները, հանդիպումները։ Անդադ նախարարությունը թե նախարար այցելում են Մերիդիան էքսպո կենտրոն, հետևելու ինչ փուլում է գտնվում այդ տարածքը ու շուտով արդյունքները կտեսնենք։ Ակտիվ հանդիպումներ ենք ունենում թե մասնավոր կազմակերպությունների հետ, թե հասարակական կազմակերպությունների, թե նաև երիտասարդների հետ։ Ուրախ կլինենք, եթե համայնքներում հնարավոր լինի աշխատանքների ինտենսիվ տալ, այսինքն համայնքներում ներկայացվի այդ ռիսկերը, որոնք ունենք կենսաբազմազանության կորստի մասով, որպեսզի համայնքներում Երևանում բոլոր քաղաքներում պատկերացնեն, թե ինչա COP17-ը։ Գիտատեխնիկական եւ օժանդակ մարմինների նիստերը շուտով կկայանան, քննարկելու օրակարգային հարցերն ու փաստաթղթերը, որոնք կընդունվեն COP17 համաժողովին։ Կենսաբազմազանության պահպանման գործում ոչ պակաս կարևոր է քաղաքասարակության դերը։ Պետությունը միայնակ չի կարող ներկայացնել կենսաբազմազանության կորստի ռիսկերը, կանխել դրանք։ Այդ թեմայով COP17-ին նվիրված քննարկումը նախաձեռնել է Էկոլուր կազմակերպությունը Նանսեն ինստիտուտի հետ։ Քաղաքասարակության ներգրավումը մինչև COP17-ը այդ ընթացքում ու նաև դրանից հետո շատ կարևոր է։ Կարևոր թիրախներ կան նրանց համար՝ խթանել տեղական համայնքների ներգրավումը կենսաբազմազանության հատուկ տարածքների պահպանման ու կառավարման գործում, ապահովել գենդերային հավասարություն որոշումների կայացման գործընթացում։ Հասարակական կառույցների ներկայացուցիչները վստահ են COP17-ը փորձագետների, խորհրդատուների, շահագրգիռ կողմերի, դոնորների ներգրավմամբ կարող է հարթակ դառնալ համատեղ հաղթահարելու կլիմայական փոփոխությունների, մարդկային գործոնի հետևանքով առաջացող մարտահրավերները։ Որոշ տարածաշրջանային եւ նեղ տարածաշրջանային մտածում ենք ինչ-որ հարթակներ ձևավորման եւ այդ հարթակները ավելի առաջ տանելու ուղղությամբ Դիլիջան համայնքը շրջապատված է Դիլիջան ազգային պարկով եւ խնդիրները առնչություն նաեւ մեր ազգային պարկի հետ կապված հիմնականում վերջի շրջանում դա կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներն են, որոնց հայտնի երևում են, դա սլավներն են, սողանքներն են, հեղեղումներն են։ COP17-ին նախապատրաստվում են նաև հարուստ կենսաբազմազանությամբ Վայոց ձորը։ Կարևորվում են մարզում գործող կազմակերպությունների բնության համաշխարհային հիմնադրամի Երևանի գրասենյակի աշխատանքը, նշում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներդրումը, որը մարզում հասնում է 1 միլիարդ դրամի։ Հայաստանի 460 կենդանատեսակներից 224-ը Վայոց ձորում են։ Կարմիր գրքի կատնասուններ, բեզոարյան այծ, ընձառյուծ, մուֆլոն, գորշարջ, թռչուններ։ Նախապատրաստում ենք ջերմուջրաբանականի անտառայինի որպես պետական արգելոց պատրաստենք։ Պետք է այնտեղ աշխատանք տարվի, պահպանվի, խնամվի որպես արգելավայր, գործառնական նշանակության туриզմի հետ կարող են բաներ կատարվել եւ տնտեսական մաս, այսինքն արոտները նորից կտրամադրեն։ Կենթանական աշխարհի պահպանությունը բնության մեջ կենթանի տեսնելը կարևոր է туриզմի համար։ Որոշ հարցերում փոքր հեկերն են խախտում կենսաբազմազանությունը։ Այս տարի շատ առատած ջուր է, բայց սակավ տարիներին շատ դժվար է լինում եւ ամբողջ ջրային ռեսուրսները, հատկապես գետերը, արփա եւ եղեգզ գետերը խախտում է էկոլոգիական ընթացքը։ Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նախապատրաստում են ծրագիր այս հեկերի հետ կախված թույլ չտալու։ Մեկ այլ թեմա է արջերի ակտիվ այցերը բնակավայրեր։ Գնում են գետեր, փափկամարմին, սպիտակուցային կերուտելու, չեն գտնում, մտնում են գյուղ։ Ասում եմ համեցեք, ինչ անեմ, ինչ պահեք, չեք պահում, թողեք գետից գնացեք, ես ապրեմ։ Երեխաները քիչ առաջ գնացել են կերաս, որ օգտագործեն, արջը էնել քոթոթը բանը, երեխաները փախել են, այն այդ քոթոթն է, այն էլ արջն է։ Մայա Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։